Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան։ Պարոն Քոչարյան, հարցազրույցը սկսենք նախ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներից։ Գիտեք, որ ցավոք Իրանում տևական ժամանակ է, արդեն քանի օր է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ պատերազմը սկսվել է եւ թեև ընդդիմությունը ասում է, որ ձեր ուժը հիմա կարկանդակ ուտելով է զբաղված, անվտանգային ռիսկերը չեք հաշվարկում, հիմա Հայաստանն էլ կարող է հայտնվել շատ բարդ իրավիճակում, բայց հասկանանք, Իրանը ըստ էության պատերազմի մեջ է ներքաշվել, թիրախում շատ մերձավոր արևելքի շատ երկրներ են, այդ թվում նաև հարևան պետությունները, Թուրքիան եւ Ադրբեջանը, սակայն Հայաստանը միակ երկիրն է, որին Իրանը չի թիրախավորել, հասկանանք սա ինչով է պայմանավորված, որովհետեւ գիտեք, նախահայության պայմանագրի նախաստորագրումից ու TRIP-ի պայմանավորվածությունից հետո նույն երկրորդ նախագահն ասում էր, որ TRIP-ը անվտանգային սպառնալիք է Իրանի դեմ է եւ հնարավոր հավանական պատերազմի դեպքում Հայաստանը կարող է դառնալ թիրախ։ Երկրորդ նախագահ ասելով ի նկատի ունեք Ռոբերտ Քոչարյան։ Ռոբերտ Քոչարյանը որպես կանոն միշտ մեր երկրի համար ծանր իրավիճակներում փորձում ավելի սրի վտանգները, որոնք շատ դեպքերում չեն արդարանում, դա իր քաղաքականությունն է, որտեղ ինքը իրան թվում է, որ իրենից բացի ոչ ոք ոչինչ չի հասկանում, վերջերս էլ հայտարարեց, որ իր գիտելիքները, այդ գիտելիքները այնքան բարդ են, այնքան լավն են, որ ինքը իրանից բացի ոչ ոք չի կարող կառավարել տարածաշրջանը, սա իմ ջալոս իր բանով եմ ասում։ Եվ երկիրը այս վիճակից դուրս բերել, որտեղ ինքը արդեն տնտեսական գիտելիքներով աշտված, չբացատրելով թե ինչ միջոցների տնօրինման բան է դարձել, հա, հնարավորություն է ձեռք բերել, բայց ամեն դեպքում ես կարծում եմ հարցերը կանդրադառնան դրան եւ մենք խոսենք դրա մասին։ Այո, տարածաշրջանը գտնվում է հեռավար հրթիռակոծությունների միջավայրում, իհարկե Հայաստանը այս պահի դրությամբ այդ վտանգներից դուրս է, բայց մենք տեսանք, որ նաև անօթաչուներ հարված հասցվեց անօթաչուների միջոցով Նախիջևանի ուղղությամբ, որը բնականաբար մտահոգելու մեծ տեղատալ է, որտեղ հարվածները, գործողությունները վերջին հաշվով մեր հարևան տարածքներում է տեղի ունենում եւ մենք էլ պետք է պատրաստ լինենք, շատ դեպքերում հասկանանք, թե որ հարվածը ինչի համար եւ որտեղից է։ Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանին հիմա հանգիստ թողնենք, թող ինքը իր մտահոգությունները շարունակի շարադրել եւ մի հարցի էլ մի օր թող փորձի պատասխանի, այնուամենայնիվ մեղրի երկաթգիծը ինչի քանդեց։ Ամեն դեպքում, պարոն Քոչարյան, հասկանանք այս դեպքում ինչ հնարավոր հավանական ռիսկեր կարող են լինել Հայաստանի դեպքում եւ որ դեպքում այդ ռիսկերը կարող են ակտուալ դառնալ, այսինքն այդ ռիսկերը հաշվարկված են։ Տեսեք, մեզ մեղադրում են, որ քաղաքական իշխանության, քաղաքական ղեկավարությունը իրեն թույլ է տվել Հայաստանի տարածքով շրջագայել, նաև թույլ է տվել իրեն նաև իր, ինչպես ասում են իրենք, պերաշկի ուտել, ասեմ, որ այսօր առավոտյան բոլորը երբ որ արթնացել են, ինչ-որ մի բան կերել են, եւ դա ուտելու մեջ չի, շատ կարևոր է, թե պետական կառավարման ինստիտուտները, հատկապես անվտանգային, ինչպես են պատրաստված հնարավոր տարբեր անցանկալի սցենարներին դիմակայելու։ Վերջին հաշվով Հայաստանի Հանրապետությունը ունի թե զինված ուժեր, թե անվտանգային համապատասխան մարմիններ, որոնք եւ հետևում են, վերլուծում են, եւ եթե նկատել եք, երեք էլ անվտանգության խորհրդի նիստ եղավ եւ բնականաբար քննարկվում էին այն հնարավոր զարգացումները, որոնք տեղի ունեն մեր սահմաններից այն կողմ, բայց ինչքանով ենք մենք հետևում այդ գործընթացներին եւ ինչքանով ենք պատրաստվում մեր կառույցները մեր հնարավորության սահմաններում դիմակայելու, դա ակնհայտ է, որ պետական ինստիտուտները աշխատում են եւ չեն էլ կարող չաշխատեն, որովհետեւ հենց անվտանգային ամբողջ մեր այս ռեսուրսը կենտրոնացած է այդ ռիսկերի կառավարման ուղղությամբ։ Պարոն Քոչարյան, տեսեք, ընդդիմադիր շրջանակները երկար ժամանակ խոսում էին արժանապատիվ խաղաղության մասին, հիմա արդեն անցել են երաշխավորված խաղաղության թեզին։ Վերջին օրերին էլ երբ Իրանում նման դեպքեր, զարգացումներ տեղի ունեցան, պատերազմական գործողություններ, կրկին սկսեցին այդ խոսույթը շրջանառել, որ ահա, տեսեք, խաղաղությունը չի կարող ունենալ մի երաշխավոր, չի կարող լինել միակողմանի, այն պիտի ունենա հավելյալ երաշխավորներ, այս դեպքում Ռուսաստանը։ Այդ մասին հայտարարություններ են արել նախկին արտաքին գործերի նախարար Նարեկ Կարապետյանը, ամենատարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Նարեկ Կարապետյանի նկատի ունեք Սամվել Կարապետյանի եղբոր որդին։
նա դեռ պետք է հասունանա։ Այնպես որ իրեն ասածները դրանք մի կողմ, որտեղ ինքը հասունացման դեռ պետք է դպրոց անցնի, իսկ քաղաքականությունը միանգամից քաղաքականության մեջ մտնել առանց որոշակի հստակ ճանապարհ անցած չլինելով, դա ոչ մի արժեքավոր գաղափար չես կարող գեներացնես այսօրվա այս բարդ իրավիճակում։ Այսօր Նարեկ Կարապետյանին դնենք մի կողմ, անցնենք մյուս դերակատարներին, որոնց մասին դուք հիշատակեցիք։ Այսօրվա այս բարդ իրավիճակներում, երբ որ ուժը, բարեկեցությունը, խաղաղությունը, երաշխավորված խաղաղությունը պատկերացնում են միայն Ռուսաստանի հետ, սա արդյոք վտանգավոր չէ, պարոն Քոչարյան։ Երաշխավորված խաղաղության տնօրինումը Հայաստանի պետությանն է վերաբերվում եւ մեր պետական ինստիտուտների անխափան աշխատանքին, մեր ժողովրդին։ Երաշխավորը մենք ենք։ Մյուսները աջակցելու են այդ խաղաղության վեկտորների կայացմանը եւ վերջին հաշվով ես ճիշտ հասկացա անդիմության որ թևերը ում են ուզում բերեն տարածաշրջան։ Գագիկ Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, բոլոր ուժերը դրա մասին չեն հավատում ձեր բերած խաղաղությանը, ասում են իրեն գալու են։ Տարածաշրջանում ամենտեղ խրթիռները թափառում են, բացի Հայաստանից, վատ է դա։ Դա ինչի արդյունքում է։ Դա չէ ինչ որ երաշխավորված խաղաղության դրվագներ ունի իրենց պատկերացմամբ։ Բայց առաջին հերթին երաշխավորված խաղաղության կրողը Հայաստանի Հանրապետությունն է իր պետական բոլոր ինստիտուտներով։ Դե հիմա ասում են, եթե ասում են Ռուսաստանը ներկա լինի, շատ ավելի մեծ երաշխիքներ կա։ Իսկ ո՞վ ասեց, որ Ռուսաստանը բացակայում է։ Որտեղից է բացակայում։ Մեր սահմանին ռուսական սահմանապահ զորքեր չկա։ Իրենք տեղյակ չեն։ Թրիփում ներկայություն չունի խաղաղության պայմանագիրը։ Մեր սահմանին ռուսական սահմանապահ կանգնած չէ։ Ձեր ասած քաղաքական ուժերի լիդերները դրա մասին մոռացել են։ Դրա մասին չեմ մոռացել, բայց ուզում եմ, որ նաև թրիփում ներգրավվածություն ունի։ Թրիփը դա այն նպատակն է, որը հռչակագրի տեսքով դրված է։ Թրիփի գործողությունների ամբողջական պատկերը մենք կստանանք ապագայում, բայց այսօր թրիփի հենց այդ գաղափարը հնարավորություն է տվել, որպեսզի մեր տարածաշրջանի մեր հատվածում մենք ունենանք խաղաղ միջավայր, այս պայդրությամբ դեռ ունենք, չէ՞, բայց դա կարող ամեն վարքյան փոխվելու ձգտող ուժեր հայտնվեն։ Օրինակ Նախիջևանը, ես չգիտեմ, դա իրանական դրոններ են, թե ինչ դրոններ են։ Վերջին հաշվով մենք պետք է նաև կոնտակտը Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ հստակ պահենք եւ շատ լավ էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը երեք հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։ Այստեղ մենք պետք է նաև մեր եւ Ադրբեջանի ջանքերը մեկտեղենք, որպեսզի սահմանային արհեստական լարվածության ստեղծող երրորդ ուժ չհայտնվի։ Հիմա ձեր նախանշած երաշխավորված խաղաղության կողմնակիցները պետք է այդ մտքի վրա կենտրոնանային, որ հանկարծ չդառնան ինչ որ մեկի ձեռքին խաղալիք։ Պարոն Քոչարյան, այնուամենայնիվ խաղաղության գործընթացը, թե նաև թրիփ ծրագիրը, արդյոք դրանց շարունակականությունը երաշխավորված է, այսպես ասեմ, թե դա մեծապես էլի կախված է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններով եւ նաև այդ ընտրությունների արդյունքներով։ Տարածաշրջանում երբ որ հրթիռները այլևս չեն թռնի, կվերադառնան խաղաղության այն ուղե գծին, որը որ հռչակագրով նախատեսված էր եւ Միացյալ Նահանգների նախագահի նաեւ ստորագրությունն է դրված այդտեղ, որպես նաեւ երաշխավոր, որ այդ ծրագիրը պահելու է տարածաշրջանը խաղաղ միջավայրում։ Հիմա այդ միջավայրը այդ ստորագրությունից հետո շարունակաբար մենք տնօրինել ենք եւ ամեն խաղաղ օրը փորձել ենք մեր երկրի անվտանգային խնդիրների լուծմանը միտված բազմաթիվ քայլեր անել։ Հիմա պատերազմը 4 կողմը։ Երկնքում նաեւ Ղափանից լսում են պայթյունների ձայները։ Հիմա շատ մոտ է, չէ՞ մեզ։ Հիմա Նախիջևանն էլ է այս կողմում 3 թե 4 դրոն ընկավ օդակայանում։ Վերջին հաշվով Իրանը ոչ միայն ստանում է հարվածներ, այլ նաև հասցնում է հարվածնել, բայց Իրանը հերքեց, որ իր կողմից են եղել այդ անօդաչուների հարվածները, որը ուղղված եղեն Նախիջևանի օդակայանի ուղղությամբ։ Հիմա պետք է հավատալ նաև պաշտոնական աղբյուրներին։ Այդ դեպքում Ադրբեջանը, Իրանի համապատասխան կառույցները, եթե ի վիճակի են համատեղ համոզիչ պատասխաններով
հեռացնեն այդ կասկածները, դա շատ ցանկալի է, նաև Հայաստանը։ Պարոն Քոչարյան, այս պարագայում Հայաստանը ինչպիսի դիրքավորում ըստ պիտի ունենար, որովհետև այստեղ ընդդիմադիր շրջանակները նաև դժգոհություններ ունեն, որ շատ ընդդիմադիր կներեք, էլի շրջանակներ, ես խնդրում եմ, որպեսզի անուն ազգանուններն էլ շարադրեք, հասկանամ։ Նույն Քոչարյանական ուժ։ Դուք ասեք Ռոբերտ Քոչարյանական ուժեր։ Դա դաշնակցությունն է։ Ընդդիմադիր ֆրակցիաները ազգային ժողովի մեղադրեցին, որ ավելի չեզոք եք։ Իրենք շատ пассив են այս իրավիճակում, ասեմ ձեզ։ Իրենք պարզապես ավելի շատ էլի շարունակում են իրենց նույն, մտահոգությունները ուրիշին դեպի Հայաստան հայացքը ներառելու ուղղությամբ։ Ուրիշ բան չեմ տեսնում իրենց մտահոգությունների մեջ։ Երեք էլ Թաթոյան ինչ որ բաներ ասել եւ իրենց գրպանի լրատվամիջոցները լրագրողում եկել հայտնվել էին Թաթոյանի ասացի բացատրություններ պահանջում էին ազգային ժողովից, երբ որ Պաշտպանության նախարարը ասաց, որ այդպիսի բան չկա, դա իրաց չի բավարարում։ Տիկին Ջեբեջյանը մյուսները պետք է անպայման ասեն, պարոն Թաթոյանն ասել է, ոնց։ Բայց ով ասեց, որ պարոն Թաթոյանը ճիշտ բան ասել։ Պատասխանատու մարմինը դա զինված ուժերն է իր նախարարն ասում է, այդպիսի բան չկա։ Եթե ասում է չկա, ինչի նրան Պաշտպանության նախարարի ասածին չեն հավատում, եւ գալիս են մի ամբողջ օր ազգային ժողովում վերնագրեր են փորձում փակցնան, որպեսզի ումը սպասարկեն։ Այդ գաղտնիքը երբ որ բացահայտվի, պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյանը այլևս ասելիք չի ունենա։ Լավ, մեկ այլ հայտարարության էլ անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի եւ անցնենք առաջ։ Ռոբերտ Քոչարյանը շուրջ 1 տարի առաջ հայտարարում էր նաեւ, որ պետք է ռազմական դաշինք կնքել Իրանի եւ Ռուսաստանի հետ, դա է նաեւ Հայաստանի անվտանգության, այսպես ասեմ, բանալին։ Հիմա երբ նման իրավիճակ ունենք, արդյոք վտանգավոր չէ այդ հայտարարությունը եւ արդյոք վտանգավոր չի լինի հիմա էլ կան նման հայտարարություններ, որ ասում են այո։ Դա երբ արել է հայտարարությունը։ Շուրջ 1 տարի առաջ։ Հիմա էլ հայոց արծիվ Իրանի հետ այդ դաշինքը ինչի՞ չէր կնքում, երբ որ նախագահ էր։ Ինչն էր իրան խանգարում։ Չէ, խանգարում էր, ինչ որ մի բան։ Բայց հայ-իրանական հարաբերությունները միշտ եղել են ամենաբարձր մակարդակի վրա։ Հիմա դուք ռիսկի տակ եք դնում ըստ Քոչարյանի, ասում է, բերում եք ամերիկացիներին։ Ես խնդրում եմ իրեն պատկերացրած ռիսկերը մի քիչ այլ են։ Մեր երկրում ապրող մարդու ռիսկերը մի քիչ այլ են եւ մեր պետության ռիսկերի գնահատումը եւ այդ ռիսկերի կառավարումը լրիվ տարբերվում են տվյալ մարդկանց ուրեմն պատկերացումներից։ Ռոբերտ Քոչարյանը ինձ եւ ռիսկեր չէր պատկերացնում Ղարաբաղում, երբ որ տեղափոխվեց Հայաստան եւ մնաց Հայաստանում, եւ եթե այդքան անկեղծ էր իր մտահոգությունների մեջ, ինքը պետքա մինչեւ վերջին մարտը մնար Ղարաբաղում, ինչպես մնացին շատ ղեկավարներ Ղարաբաղի եւ այսօր Բաքվի բերթերում են գտնվում, բայց ինքը, եթե իրեն համարում էր Ղարաբաղի լիդեր, այնտեղ պետք է լիներ։ Եվ բոլորը հիմա ինքը եկել է այստեղ անդադ ինչ որ ռիսկերից է խոսում, դրա պատասխանատվությունից դուր, իր վրա որևէ պատասխանատվություն չվերցնելով։ Պարոն Քոչարյան, 26 ինքը մի նպատակով էր, չէ՞, ստեղծել Հայաստան դաշինքը պետությունը ոչնչացնելու, այսինքն ոչնչացման իր ուղեգիծն է, գնում է պարլամենտ մաշեցնելու քաղաքական այն ուժին, որը ստացել էր ժողովրդի քվեն եւ ստանձնել էր երկրի կառավարումը։ Ինչն էր մաշեցնում պետական կառավարումը եւ հիմա էլ իր մտքից դուրս չի գալ այդ մաշեցումը, որտեղ առաջերտին ինքը մտածում է իր ունեցվածքը ինչպես պետքա փրկի։ Բայց այս մարդիկ ինչու հենց նույն հիմքով ունեցվածքից խոսեցիք, այ հակակոռուպցիոն կոմիտեն գլխավոր դատախազությունը նման մեծ ծավալի գույք են պահանջում դրամական միջոցներ։ Ինչու այս մարդիկ հենց օրենքի ուժով դուրս չեն դրվում քաղաքական process-ներից եւ 26 թվականի խորհրդարանական ընտրություններն են մոտենում եւ մենք տեսնում ենք, որ բոլոր ուժերը, որոնք հավակնում են դառնալ ընդդիմություն կրկին, այդ մարդիկ են, որոնցից մեծ մասից ապօրինի համակարգը մի քիչ այլ տրամաբանությամբ է ձևավորված։ Անգլոսաքսոնական համակարգը մի քիչ այլ է, այլ ձևաչափով այնք ձեր բարձրացած խնդիրները լուծում, մենք երեք էլ քննարկումների ժամանակ բաց դարձավ, որ մեր դատականության փուլերը պետքա շատ որակյալ եւ արագ ընթանան, որովհետեւ հավերժ զգացող դատավարությունների ընթացքում եւ ժողովրդի վստահությունն ապակասում դատախազության, հայցադիմումների նկատմամբ, որովհետև տեսնում են, որ հայցադիմումները կան, հիմնավորումները կան, ցանկերը շատ տպավորիչ են ունեցվածքի, ապօրինի ունեցվածքի ըստ դատախազության ներկայացրած հայցերի, բայց դատերը գնում են, կալանքները կան, բայց այդ մարդիկ իրենց տան մեջ առօք-փառոք ապրում են։ Իրենց ունեցվածքի վրա դրված կալանքը չի խանգարում իրենց ուրեմն ունեցվածքին այս պահին նույնիսկ այս վիճակում տնօրինելուն, բայց երբ որ
մենք կգտնենք այդ իրավական լուծումները, այդ ժամանակ շատ արագ կլուծվեն այն հարցերը, որը ձեզ հիմա մտահոգից։ Պարոն Քոչարյան, բայց դա նաև ձեր քաղաքական ուժի մասամբ ձախողումը չէ, որ այս մարդիկ շարունակում են մնալ քաղաքական դաշտում եւ ունենք եւ նաեւ կյանքն է ստիպում, որպեսզի մենք մեր թերություններին առերեսվենք եւ գտնենք լուծումներ։ Ես հիմա որ ասում եմ, ես ինձ չեմ դնում մի կողմ։ Ես Պաշտպանության հանձնաժողովի նախագահն եմ, նաեւ պետաիրավական հանձնաժողովի մեր գործընկերները պետք է աջակցեն գործադիրի հետ, պետք է գտնեն այդ լուծումները, իրավապահ մարմինների, հատկապես դատախազության, քննչական մարմինների եւ վերջնաշով մենք ստեղծել ենք մի մարմին, որը չենք ունեցել։ Նախկինում եղել է հատուկ քննչական ծառայություն, որը ղեկավարում է Սասուն Խաչատրյանը եւ հակակոռուպցիոն կոմիտեի առաջին ղեկավարն էր, որին հաջողվեց ստեղծի այս մարմինը իր նոր բովանդակությամբ, օպերատիվ ծառայությունով, քննչական ծառայությունով եւ իրենք հաջողել են բավականին գործեր եւ իրենք շարունակելու են հաջողել։ Եվ 18 թվականից հետո ես կարծում եմ մեր երկրի անվտանգային միջավայրի բարելավմանը միտված կառուցվեց մի մարմին, որը որ պետքա իրականացներ այդ խնդիրը, որովհետև մեր երկիրը խրված էր կոռուպցիայի մեջ, իսկ այդքան ներգրավվածությունը կոռուպցիոն միջավայրում ընդհանուր միջև պետության կորուստի կարակ բերեր։ Պարոն Քոչարյան, այնուամենայնիվ ձեր ուժի դեմ է դուրս եկել նաև առաջին նախագահը, օրերս նաև հայտարարություն տալ։ Չէ։ Տեր-Պետրոսյանը դուրս չի եկել։ Տեր-Պետրոսյանը սիրում ասենց իրավիճակներում օրիգինալ հայտարարություններ անել։ Նախկինում դա անում էր, որ երկիրը կարա փրկի ոչ թե հայազգային կոնգրեսը, որը որ միավորել էր ամբողջ քաղաքական դաշտը, այլ պետք է սկսվեր բուրժուա դեմոկրատական հեղափոխություն, ինչպես Վրաստանում էր, եւ ընտրել էր, որ Ծառուկյանը պետքա դա անի, պարզվեց դա իրականություն չդարձավ։ Հետո անցավ ինչ-որ մի ժամանակ, երբ որ ինքը ասում էր, որ երկիրը ինքը 2008 թվականին պետքա փրկի մոնղոլա-թաթարական այդպիսի ուրեմն դրսևորումներից, հետո պարզվեց, որ ինչ-որ պահի նաեւ որ մերժվում է Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունը, հիշում եք, ստեղծվեց քարյակ, որի մեջ նաեւ անհետ կորած Վարդան Օսկանյանն էր մասնակցում, որոնք պետք է գտնեին լուծումներ երկիրը ինչ որ վիճակից անել չկարողացան։ Երկիրը վիճակից հանելա այն ուժը, որը որ քաղաքական հեռանկար եւ նպատակը դրել արժեվ հասնել փոփոխությունների։ Նաեւ այդ ուժը ներգրաված էր նաեւ այն տարիների գործողությունների մեջ, որը որ հետագայում 2008-ից հետո դարձավ ավելի ինքնուրույն։ Հիմա շարժում է մյուսը, բայց կոնգրեսի երիտասարդությունը վերջին հաշվով համախմբվեց Փաշինյանի շուրջը եւ Փաշինյանը հաջողեց։ Վերջին հաշվով մենք բոլորս կոնգրեսում ենք եղել, նաեւ ես, Փաշինյանը, Արամ Սարգսյան, բավականին ընդգրկված մեծ քաղաքական պոտենցիալ ունեցող ուժեր։ Հիմա այդ ինչ խզում է։ Եվ հիմա Տեր-Պետրոսյանը ասում է, հիմա այն մեկը չստացվեց, հիմա համախմբվենք Սամվել Կարապետյանի շուրջը, բայց Սամվել Կարապետյանը, որպեսզի մենք համախմբենք, պետք է մեր քաղաքական դաշտի առաջնորդ դառնալ։ Արհեստական առաջնորդ չեն դառնում։ Հա, Սամվել Կարապետյանը եկավ Հայաստան եւ ասաց, որ ես եկել եմ Հայաստան, որպեսզի առաջնորդեմ ինչ-որ մի բան, որ պետք է բերի իշխանապողության։ Եվ այդ process-ները գնաց Տեր-Պետրոսյանի մասում Սամվել Կարապետյան, բայց այդ դեպքում Սամվել Կարապետյանը համաձայն էր, որտեղ Ռոբերտ Քոչարյանը սրանից մի ամիս առաջ ասաց ես եմ ամբողջի առաջնորդը ես եմ, որտեղ ես բոլորից խելոքն եմ։ Հիմա թող վիճեն բոլոր 3 նախագահները, չգիտեմ, բայց մենք ունեցել ենք եւս մեկ նախագահ, 4-րդը, որը հրաժարական տվեց եւ վերջերս մի հետաքրքիր հարցազրույց էր տվել, բավականին լուրջ իմիջիալոց։ Արմեն Սարգսյանը ասաց, որ Ղարաբաղյան խնդրի լուծման ամենաճիշտ ժամանակաշրջանը դա 96-97 թվականներ էր, ինքը ճիշտ էր։ Այդտեղ Տեր-Պետրոսյանին պետք է հարցնել, ինչի չլուծեցի Ղարաբաղի հարցը, որպեսզի մենք չհայտնվենք այս շրջապտույտի մեջ եւ քաղաքական ճգնաժամերը հաղթարով այսօր ունենք կայուն վիճակ։ Ունենք կայուն վիճակ, որը հիմք է տալի մտածելու, որ խաղաղությունը մեր օրակարգը դառնալով, պես հնարավորություն է տալի Հայաստանի Հանրապետության արժեվ կանգնած վտանգները կառավարել եւ դարձնել ամուր։ Հիմա առաջին նախագահ ասել է տեսակետ։ Տեսեք, արձագանք չկա այդ տեսակետի շուրջ։ Ոչ մեկը լրագրողները անդադ ասում են, Թաթոյանը մերժում է մյուսներին, այն մյուսը մերժում են իրար։ Պարոն Ծառուկյանն ասում է, ես ինքնուրույն եմ գնում։ Բայց միաժամանակ չեն Եվ ճիշտ է անում, որ ինքնուրույն է գնում։ Թող ինքնուրույն գնան։
Հայ-աղբան դաշնակցությունը պետք է ցույց տա ինքը վերջը ինքնուրույն քաղաքական միավորը թե Ռոբերտ Քոչյանի կցորդն է։ Եվ վերջնաշով ինչն է կապում դաշնակցությանը եւ Ռոբերտ Քոչյանին։ Ռոբերտ Քոչյանը ունի հսկայական խնդրեմ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած այդ թվաբանության մեջ։ Բնականաբար ես երգելություն չասրեցի նաեւ այդ հատվածը հնչեցնեմ, սիստեմա ընկերությունը, որ ինքը անդադ ասում է, ես շատ մեծ գումար եմ աշխատել։ Ինչ է դրված այդ սիստեմա ընկերությունում։ Երբ որ ինքը դարձել է տնօրենների խորհրդի անդամ, դա նշանակում է դրամագլուխ կա այնտեղ։ Նույն հակակոռուպցիոն կոմիտեն ստուգել է այդ ինչ դրամագլուխ է։ Թե պարզապես իրենց դրան զանգը տվեց Եվտուշենկոյը, ասեց Ռոբերտ Սեթրակիչ, քանի որ դուք շատ մեծ գիտելիքներ եք կուտակել, եկեք դարձեք տնօրենի խորհրդի անդամ բավականին մեծ աշխատավարձով, այսինքն միլիոնավոր դոլարների եկամուտ։ Խնդիրներ են, չէ՞, այստեղ, որոնք բացահայտումը բերելու է նրան, որ մեր երկրի կորցրած միջոցները պետք է հետ վերադառնան։ Հիմա դուք ասում եք առաջին նախագահ, առաջինը, երկրորդը, երրորդը, ու չորրորդը չկա։ Բոլորը մտածում են մի բան։ Ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն։ Բայց չեմ բացատրում ինչի համար։ Իշխանափոխությունից հետո ինչ է լինելու։ Իսկ ինչ է։ Եթե ժողովրդի քվեն չկա այդ փոփոխության մեջ, այս ինչ մարդկանց են հրավիրում որպես իշխանության առաջին դեմք։ Ռուբեն Վարդյանը եկավ, գնաց Ղարաբաղ եւ էլի նույն ճանապարհն էր։ Այսինքն նույն բանն ուզում է անել Սամվել Կարապետյանը Հայաստանի Կարապետյանը ամեն դեպքում դարձել է դիզակետի մեջ գտնվող դեմք, որը հայտնի է մեր հասարակությանը որպես խոշոր օլիգարխ։ Ուրիշ ոչինչ, Սամվել Կարապետյանը քաղաքական հետագիծ չունի, ավելին մեր օրենսդրությամբ ընդհանրապես ինքը հեռանկար չունի ներգրավելու առաջին դեմքով նման քաղաքական գործընթացների մեջ, որտեղ ինքը 3 երկրի քաղաքացի առնվազն։ Հիմա ինչու իրեն ուժին էլ օրենսդրական ճանապարհով դուրս չեք դնում ընտրական։ Դա մենք այդպիսի բաներ չենք քննարկում։ Մեր օրենսդրությունը եթե թույլ է տալի իրանք կլինեն, ուրեմն քաղաքական գործընթացների մեջ, բայց Սամվել Կարապետյանը չի կարող լինել, որտեղ որպեսզի ինքը լինի պատգամավոր, առնվազն ինքը պետք է լինի վերջին 4 տարի միայն Հայաստանի քաղաքացի։ Լավ, հաջորդ հարցին անդրադառնանք, պարոն Քոչարյան, գիտեք, որ տևական ժամանակ է գործընթաց կա, վարչապետն է այդ մասին խոսում, նրան միացել են 10 եպիսկոպոսները, հայտնի պահանջը, որ եկեղեցին պիտի բարենորոգվի եւ դրա համար առաջին նախապայմանն այն է, որ Գարեգին բան պիտի հեռանա, բայց Գարեգին բան ոչ միայն չի շտապում հեռանալ, այլ նաեւ քաղաքական կոնսուլտացիաների մեջ է, օրերս ՀԴ-ին էր ընդունել իր մոտ, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանի հետ է հաճախ հանդիպում ու չեմ կարծում։ Ասում եք այս հետաքրքիր բան ասացիք, ընդունել էր ՀԴ-ին։ ՀԴ-ի բյուրոյի ներկայացուցիչներ թե Ռոբերտ Քոչյանն էր այնտեղ։ Բյուրոյի ներկայացուցիչներ։ Ռոբերտ Քոչյանը բացակայում։ Բացակայում։ Հիմա կարող եք ասել Ռոբերտ Քոչյանը դաշնակցության անդամ չի։ Ես սա հնչեցնում եմ, որպեսզի դաշնակցությունը վերջապես հստակեցնի իր եւ Ռոբերտ Քոչյանի հարաբերությունները կառուցված են որպես կուսակցության անդամի կամ կուսակցության լիդերի, հա, հիմա եւ բյուրոյի ներկայացուցիչն է կուսակցության առաջնորդը թե Ռոբերտ Քոչյանը, որովհետև հակառակ դեպքում ֆրակցիայի ղեկավար պետք է լիներ բյուրոյի ներկայացուցիչ։ Հիմա մտնում ենք ընտրական process, ուզենք թե չուզենք, իհարկե եկեղեցին, ասինքն ունի շատ հարցերի պատասխան տալու հնարավորություն, պետք է տա։ Խնդիր է դրված, որ եկեղեցին այս իր անցած բազմադարյան ճանապարհին պետք է հստակություն մտնի իր հիմնական սահմանադրական նորմը, իր համար հոգևոր կանոնակարգային հարաբերություններ ինչպիսին պետք է լինեն, կուսակրոնությանը վերաբերվող, բազմաթիվ կառավարմանը վերաբերվող, վերջին հաշվով մեր եկեղեցի պատմությունն էլ մեր հայ ժողովրդի պատմության մի մասն է։ Հիմա մենք եթե պետություն ենք, եկեղեցի պետություն հարաբերությունները պետք է լինեն մաքուր եւ շատ ընկալելի մեր ժողովրդի կողմից։ Այնպես չի, որ գործող իշխանությունը եկեղեցուն դեմ է, այդպես բան չի կարող լինի։ Եկեղեցին մեր երկրի կարևոր հայ առաքելական եկեղեցին հենասյուներից մեկն է, որին մենք որպես իշխանություն ձգտում ենք տեսնել շատ ավելի
մաքուր վիճակում։ Բայց եկեղեցականներն են ձեր դեմ։ Եզրաս Ներսիսյանը հարցազրույց է տվել 10-ին եւ ասել է, որ մերկացնելու են այս իշխանությունը։ Եզրաս Ներսիսյանը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը։ Ոչ մի բան չի խանգարում Եզրաս Ներսիսյանը գա Հայաստանի սահմանը անցնի այս կողմ եւ այստեղից տեսակետներ ասի։ Պետք չի այլ պետության տարածքից մեր վրա մատ թափ տալ։ Դա շատ վատ բան է անում Եզրաս Ներսիսյանը։ Եթե ինքը եպիսկոպոս է, տեսեք, կան եպիսկոպոսներ, որոնք Հայաստանում են եւ իրենց տեսակետը ասում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ներսում։ Եզրաս Ներսիսյանը նույնպես, ինչպես մյուս եպիսկոպոսները պետք է գան եւ իրենց ասացի համար նաեւ պատրաստ լինեն պատասխանատվություն կրելու, մատ թափ տալուց որն է։ Ինչ է նշանակում հոգեվորականը մատ թափ տալիս պետության նաեւ անիծելով է վախեցնում իդեպ ասում անեսք լավ բան չի թող գնա ապաշխարի տվյալ եպիսկոպոսը կարծեմ մեր վեհապարի եղբայրն է թող գնա ապաշխարի ես կարծում եմ որ ապաշխարելու համար լավագույն տեղը այս պահին էլ դա Երուսաղեմն է Էջմիածին չի ուզում գա թող գնա Երուսաղեմ Այսինքն քաղաքական process-ներում այնուամենայնիվ ներգրավվածություն որոշ հոգեվորականներ ունենալու են իրենց հայտարարությունները Նրանք արդեն ունեն Բագրատ Գալստանյանը հենց այդ նպատակով էր դուրս եկավ եւ այլևս չվերադարձավ եկեղեցի այսինքն ինքը ասում է որ ուներ օրհնություն գնաց որ հարցը լուծի որտեվ ինչի համար որ դուրս էր եկել ինքը նաեւ չկարողացավ հրաժարվի կանադայի քաղաքացիությունից Պարզվում այդ քաղաքացիությունը իր համար ավելին է, քան թե այն նպատակները, որը ինքը հնչեցնում էր եւ որպես այդ նպատակները դարձնել իրավական առումով անխոցել ինքը առնվազն պետք է հրաժարվեր կանադայի քաղաքացիությունից, բայց ինքը դա չի արել։ Հիմա անդադ պետք է իրեն հիշեցնել, վերջը դու կանադայի քաղաքացի ես թե Հայաստանի։ Թե երկուսը միասին, եթե երկուսը միասին է, դու քաղաքական հեռանկար չունես, որպես հոգեվորական, սա բանը չի, Կիպրոսը չէր, էլի որ հոգեվորականը պետք է ուրեմն նախագահի պաշտոնին հավակներ, բայց այդ ժամանակաշրջանում Կիպրոսի առաջնորդը Կիպրոսի քաղաքացի էր։ Բագրատ Գալստանյանը դեռ կողմնորոշավացի եւ դատանում ինչ որ հարցեր է պատասխանում, դա իրենց իրավասությունն է։ Եկեղեցին եւ պետությունը իրենց գործառույթները պետք է անջատ լինեն, բայց մեր հավաքական կարողությունների ամբողջացման միջավայրում պետք է լինեն շատ միասնական։ Բայց վաղ չկա, որ այնուամենայնիվ ձեր ուժը կարող է պարտվել, Մեր ժողովրդի ուժն է։ Մենք ընտրությունների կեղծման արդյունքում չի որ դարձել ենք ուժ։ Մենք մեր ժողովրդի տված քվեի արդյունքում ենք դարձել։ Մեր ուժը նաև ընդդիմության համար է իշխանություն։ Իրենք այդքան չեն գիտակցում։ Նաև իրենք որպես ընդդիմություն իշխանության կարող են, այ դա էլ չեն գիտակցել մինչև հիմա։ Որովհետև եթե դա գիտակցեն, առնվազն ձեր նշած Ռոբերտ Քոչյանը չէր կարող նստել սարի գլխին եւ մատ թափտար ներքևում ուրեմն ապրող մեր երկրի իշխանությունների եւ ժողովրդի վրա, որտեղ իշխանությունը այսօրվա ժողովրդի քվեով ստեղծված իշխանությունը պետք է հարգեն, ինչպես նաեւ այդ քվեն պետք է հարգեն բոլորը օտարներից սկսած, իսկ Հայաստանի տարածքում գործող բոլոր քաղաքական ուժերը, մինչև մյուս ընտրությունների արդյունքները պետք է հարգեն, ուրիշ տարբերակ չկա, որովհետև մենք օժտված ենք իշխանությամբ։ Եվ մենք օժտված ենք, որպեսզի պահպանենք մեր երկրի անվտանգությունը։ Այ ընտրությունների ընթացքում, երբ որ իրենց կհաջողվի այնպես անել, որ իրենց մերժված վիճակը դառնա ցանկալի վիճակ, իսկ դա ես հոգեբանորեն չեմ պատկերացնում։ Մերժվելը դա նշանակում է ամբողջացված է ինչ որ ժամանակաշրջանի ամեն ինչ սկսած կողոպուտից վերջացրած սխալ կառավարումով դա եղել է մեր ժողովրդի աչքի առաջ եւ շատերը չեն մոռացել օրինակ շատերը մոռացել են սովետական տարիների ընթացքում ինչ էր տեղի ունենում ինչի քանդվեց սովետական միությունը մեր սերունդը հիշում է որտեվ այն ժամանակվա երիտասարդները մենք էինք մեր ծնողները այդտեղ կային Բայց դրանց մեր երեխաները չեն հիշում այդ ինչ բան է սովետական միությունը։ Ես իմ ելույթում նաև հիշեցրեցի, որ կոռուպցիան ինչպես էր քանդում սովետական միությունը եւ Անդրոպովի երբ որ եկավ իշխանության իր KGB-ի ուժերով, որը փորձել էին պահեն ստերիլ, Գդելյան Իվանով այդ process-ները կոռուպցիան Ուզբեկստանի գործ եւ այլ գործեր, չգիտեմ, այդ ամբողջը իրականություն այսօր մեզ պետք է, որպեսզի մենք նույնիսկ այս բարդ ժամանակաշրջանում, երբ որ տարածաշրջանը 4 կողմը sense հրթիռներ են պատտվում, այնուամենայնիվ Հայաստանում այսօր մենք առավոտյան առանց ահազանգի ենք արթնացել եւ մեր համապատասխան կառույցները շարունակում են
իրենց կարողությունները ավելացնելով հետևել, որպեսզի հնարավորինս պատրաստ լինենք վատագույն սցենարներին։ Պարոն Քոչարյան, այնուամենայնիվ ինչ է կարծում, ձեր իշխանությունը հաջողել է Մեր իշխանությունը, մեր իշխանությունը ձեր իշխանությունն է։ Նաև Բոլորին հաջողել է կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության մեջ, որովհետև գիտեք, այդ իմաստով էլի դժգոհությունները քիչ չեն։ Եթե նայում ենք դատախազի ներկայացած հայցերի ծավալը, կարող եմ ասել հաջողել ենք։ Եթե նայում ենք հետ վերադարձի ճանապարհը ինչքան է ձգձգվել, իհարկե այդտեղ չենք հաջողել։ Դրա համար էս քննարկումը զեկույցը հակակոռուպցիոն կոմիտեի, իսկ կարծում եմ այս ամիս կլինի նաև գլխավոր դատախազի զեկույցը, ելի էս հարցերը կամբողջացվեն, ելի կգա ընդդիմադիր ուժերը, որպեսզի պաշտպանեն իրենց լիդերների ունեցվածքը, որտեղ իրենք դարձել են, չգիտես ինչի, Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի պահապաններ, հրեշտակել չեն դարել, պահապան։ Ինչի համար։ Դաշնակցության ինչին է պետք, որպեսզի ինքը պատասխանատվությունը վերցի Ռոբերտ Քոչարյանի ապօրինի հարստացած ունեցվածքի համար կամ մեկ ուրիշի։ Վերջին հաշվով նայեք, նախկին իշխանությունները, նախկին որ ասում ենք, նախկինը եւ ներկան բաժանարկից է էլի կոռուպցիանը։ Իրենք փորձում են մեզ մեղադրեն կոռուպցիայի մեջ, մեղադրողը պետքա ցանկ ներկայացնեն։ Այդ ցանկը չկա։ Հակառակը գոյություն ունի, այդ ցանկի մեջ այնքան ամեն ինչ կա։ Տներ, հաշվի համարներ, ամեն ինչ եւ կոնկրետ մարդիկ։ Հիմա ասում է դեռ դատանում ապացված չի, ճիշտ է, բայց այդ ցանկը շոշափելի է, բոլորը գիտեն այդ տների տեղն, էլ սանթաթ հիշեցնում, այ սա Աղվան Հովսեփյանի տունն է, սա Ռոբերտ Քոչարյանի զավակներն է, այս շենքը նրանն է, այնի նրանն է, բոլորը գիտեն դա ձևակերպված է, կադաստրի կոմիտեում դա կա, ամեն ինչ փաստաթղթավորած է, մնում է դատանի որոշմանն է սպասում, իսկ դատանի որոշումը երբ որ ուշանում է, սկսում է անվստահությունը։ Այդտեղ մենք թերացել ենք։ Նաև որոշակի մտավախություն կա, որ բոլոր process-ները, թե դատական, թե ամենատարբեր դանդաղում են արհեստականորեն, սպասելով հենց 26 թվականի դրությունը դրա մեջ կատարել չի։ Այ պետք է այնպես անել, որ չի դանդաղել, արագացում պետք է տալ։ Այդ ամբողջին, ասենք, պատկերացրեք, մարտի 1-ի գործը սկսվեց, հետո փակվեց։ Ռոբերտ Քոչարյանը կալանքից դուրս եկավ։ Հատկապես Հիմա բարձում է նաև ունեցավ հնարավորություն գնա Հունաստան, գնա այդ իր սիրելի կղզին, այնտեղ ինքը սիրում է ջրի հետ, այսպես շփումներ ունենա, վերջերս էլ նկարեր դրեց, գիտեմ, Սևանում էր Հունաստանում էր երկու հենց շների հետ գրկած, բայց դա Հայաստանում չէր։ Ինքը մտահոգված չէր։ Այդ ժամանակ էլ Հայաստան ուներ խնդիրներ, բայց ինքը մտահոգված չէր։ Ինքը այդ փոքրիկ նավակի մեջ իր շների հետ, չգիտեմ որ ափին, վայելում էր հաճույք։ Ինքը միշտ հաճույք է վայելել, ինչ որ բայց սկսած։ Ինքը եկել է Հայաստան ոչինչ չունենալով։ Այսօր ինքը, տեսեք հələ ինչ հսկա ունեցվածքի են տնօրինում ինքը եւ իր ընտանիքի անդամները, փոխկապակցված։ Բայց չգիտես ինչի նույն քաղաքական միավորը որ ստեղծվել է, դա էլ հենց քաղաքական կոռուպցիան է։ Ստեղծել են, որպեսզի պաշտպանեն իրենց ունեցվածքը։ Իրենք դիմում են համանական դատարան, որպեսզի հակասահմանադրական նայեն կոռուպցիայի դեմ պայքարի համապատասխան օրենսդրությունը։ Միադի վճիռը ինչ որ իմաստով վատ դրության մեջ չի դնում մեր դատական համակարգին։ Ես կարծում եմ, որ մենք մեր ճանապարհը ճիշտ ենք ընտրել եւ գնում ենք այդ ճանապարհով։ Եվ գնում ենք ճիշտ ճանապարհով, ճիշտ ենք գնում։ Երեկվա քննարկումն էլ, այս երկու օրվա քննարկումը ցույց էր տալու, որ մենք ճիշտ ենք շարժվում։ Ուրիշ բան, որ մենք մեր շարժումների մեջ, իրավական շարժման մեջ պետք է արագացումներ տանք։ Դատական process-ները պետք է արագ ընթացակարգերով գնան։ Եվ դա է լուծումը։ Քանի որ իրենք հերանեկար տեսնում են, որ կարան անընդհատ ձգձգելով դատարանի դատական process-ները պահեն թեկուզ կալանքի տակ մնացած ունեցվածքը, որտեվ այդ ժամանակում կարող է նաև իշխանությունները սայթակեն, ժողովրդի վստահությունը կորցնեն, իշխանափոխություն լինի, անընդհատ ամեն ինչ անեն ծառայելով մեկ այլ ուժերի դեպի երկիր բերեն վտանգներ, այդ վտանգները բերեն հասցնեն մեր բնակարանների շեմին անվստահություն սերմանեն երկրի ներսում եւ ստեղծեն քաոս, իսկ քաոսի մեջ իշխանություն վերցնելը դժվար խնդիր չի, վերջին հաշվով իշեք նոյեմբերի 9-ը։ Նոյեմբերի 9-ը ինչ եղավ Երևանի կենտրոնում։ Մտան կառավարության շենք, ազգային ժողովի շենք, նպատակը իշխանափոխություն։ Միարժեք, դա եթե հանկարծ իրենց հաջողվեր, ինչպես Սարհատ Միրզոյանին, այդ հերոսակախմբերը կորան, բայց նրանք եղել են, չէ՞ 18-ին։ Տեսել ենք Էրեբունիում, ամենտեղ։ Հիմա Աջափնյակում տեսանք, ինչ որ երկու խմբի բաժանված, ինչ որ կնոջ պատմությունով, մի հրամանով դուրս եկան եւ սկսեցին իրար վրա կրակել։ Այ այդ նշանակում է այդ խմբերը գոյություն ունեն, ցել են, թաքնվել են, ինչ որ բայ դուրս եկան։ Այ այդտեղ մեր համապատասխան
պատկան մարմինները պետքա վերանայեն իրենց մոտեցումները, կանխարգելիչ գործողությունները օր առաջ իրականություն դարձնելու առումով։ Քանից խոսեցինք նաև դաշնակցությունից, պարոն Քոչարյան, գիտեք, վերջին շրջանում դաշնակցությունը շատ է դժգոհում, որ իրենք ճնշված են, դուք ճնշում եք, ուզում եք քաղաքական ուժը դաշնակցությունը փակել։ Դժգոհ, բայց մեր հանձնաժողովում մենք ունենք երկու դաշնակցության անդամներ, Գեգամ Մանուկյանը եւ Վարդգեստ Գևորգյանը, ես համոզված եմ, որ իրենք ճնշված չեն։ Նաև Աննա Գրիգորյանը ճնշված չի, բոլոր քննարկումներում իրենք եւ ունեն ձայնի իրավունք եւ առաջարկ ներկայացնելու իրենք եւ ոչ ոք նրանց կողմից հնչեցրած մտքերին չի բռնանում։ Տիգրան Աբրամյանը պարզապես չի գալիս է մեկ-մեկ, երբ որ դրա քաղաքական որոշումը ունենում է քաղաքական այն առաջնորդի կողմից, որը որ ղեկավարում է պատիվ ունեմ խմբակցության քաղաքական ուժին։ Իդեպ շարունակելու են իմպիչմենտի գործընթացը, փողոցային պայքարը։ Թող շարունակեն։ Դա լուծում չունի, որտեղ իրենք փնտրում են քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից падգամներ, որոնք երբեք չեն գնա, չեն դավաճանի իրենց բռնացողին, որովհետև իրենք ազգային ժողով են, ժողովրդի քվեն, դա սրբություն է, որը որևէ մեկը չի կարող խախտի։ Հենց խախտեց այ, երբ որ ասեն դավաճան, այ դավաճանությունը դեղը, բայց մեր ֆրակցիայում, ասեմ ձեզ, ես չեմ տեսնում այս բանը։ Նախկինում էլ փորձ արվեց, հիշում եք, 44-օրյա պատերազմից հետո 4 պատգամավորի կարողացան տանեն, գայթակղեն։ Եվ վերջ։ Հիմա մենք պետքա գնանք ընտրությունների եւ ժողովրդին պետքա ներկայացնենք կառավարության կատարված ծրագրերը, նաեւ մեր բաստողումները, որի համար կակնկալենք ժողովրդի ներողամտությունը եւ պետքա կարողանանք բացատրենք ինչի չենք այդ հարցերը լուծել։ Տեսեք, հիմա էլ բան չեն գտել, ասֆալտի փոսերի մեջ են մեղադրում։ Այո, Երևանում դա տեսանելի է, որովհետև Երևանում ասֆալտը այս տարիներին այնքան բան արեց, փոփոխվեց։ Շենք են կառուցում, ջրագիծ են ասում, քանդում են նորը, հինը անում են, այստեղ կառավարել շատ բարդ է, բայց նաև մենք ունենք հաջողված ասֆալտապատման գործեր։ Ինչի չեն ասում, որ Երևան-Սևան ճանապարհը չի քանդվել։ Եվ էլի բազմաթիվ այդպիսի մեծածավալ ուրեմն կատարված աշխատանքներ չի քանդվել։ Պարոն Քոչարյան, թե վերջին տարիներին, հատկապես վերջին 1 տարվա ընթացքում օգոստոսի 8-ից հետո շատ է խոսվում այն մասին, որ արդեն խաղաղություն է եկել է, բայց հիշենք, որ վերջին տարիներին նաև խոսվում է այն մասին, որ մենք պարբերաբար գտնվում ենք հիբրիդային պատերազմի սպառնալիքի տակ, հիբրիդային պատերազմի մեջ, եւ հիմա էլ Factor TV-ին շատ հետաքրքիր հետաքննություն է իրականացրել։ Wyoming Star անունով իբրև թե ամերիկյան թերթը տպվում է Մոսկվայում, գրանցված է Գավառում եւ տարածում է հիբրիդային պատերազմները, դրանք տարածում է վտանգավոր թեզեր։ Շատ հնարավոր է, բայց այդ թեզերը դեպի Հայաստանով է բերում։ Մեր ընդդիմադիր գործընկերները թե հայտնի լրատվամիջոցները, որոնք ծառայում են հենց այդ նպատակով։ Ես ստեղծված են այդ նպատակով, որպեսզի ինչ որ խաղեր տեղափոխեն մեր տարածք, եւ մեկ էլ պարզում է, որ այդ խաղերի տեղափոխման արդյունքում հնարավոր հակառակորդը կարող է օգտվի։ Այդտեղ խնդիր ունենք, եւ դրա մեջ ստեղծել ենք համասան կառույցներ, որպեսզի կանխեն դա։ Հիմա ես չմանրամասնեմ, թե այդ կառույցները ձևավորման որ փուլում են գտնվում, բայց որ մենք դա կկանխենք, դա ակնհայտ է։ Նաև դեռ օրենսդրական պահանջներ կա, որը էլի մեր ուշադրության կենտրոնում է։ Նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հասկանանք, պարոն Քոչարյան, վերջում, որովհետև գիտեք, վերջին շրջանում հատկապես Ռուսաստանից գրեթե ամեն օր հայտարարություններ են հնչում, որ Հայաստանը շարունակում է լինել ՀԱՊԿ անդամ, Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, Հայաստանում ռուս սահմանապահներ կան, դուք էլ դրա մասին հիշեցիք։ Նաև հիշեցնում են, թե Հայաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառության ծավալները ինչքան ավելացել։ Հիմա սրանք նշանակում է, որ այդ հարաբերությունները վատ չեն։ Սրանք պարզապես հիշեցումներ են, թե այստեղ կա որոշակի զգուշացում։ Դա մեծ քաղաքականություն է, որովհետև բոլորը ուզում են իրենց գործընկերային հարաբերությունները հանգարց չկորցնեն։ Դրանք լինեն ամուր։ Խանդ կա, քաղաքական խանդ էլ կա։ Մենակ ամուսինների մեջ չի խանդը, որովհետև ասում են դա դարեր շարունակ ոնց որ թե մեր ներկայությունն է եղել եւ շատ զգայուն են, երբ որ տեսնում են, որ դու քո ինքնիրույնությունը, ծավալները մեծացրել ես, բայց եթե մենք անկախ պետություն ենք, մենք պետքա, ինչպես ասում էին, ով էր ասում, որ պետքա նոր երաշխավոր բերել տարածաշրջան։ Նարեկ Կարապետյանը։ Ո՞, չէ լավ, ես ասեմ, հենց պատերազմից հետո 44 օրյա
մենք մեր ինքնիշխանության գինը շատ բարձր ենք գնահատում եւ հասկանում ենք, որ դա է խաղաղության մեր ամենակարևոր երաշխիքը։ Հիմա ամեն դեպքում սա ռուսական կողմից խանդ է, թե սպառնալիք, պարոն Քոչարյան։ Ամեն ինչ կարող է։ Որ ձեր տեղն խանդել կտեսնեք, սպառնալիք, բայց հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա։ Մենք Ռուսաստանի հետ ունենք մեծ ապրանքաշրջանառություն, իհարկե հապկի հետ ունենք անհասկանալի հարաբերություններ։ Վերջին ես հապկ անդամ եմ եղել, հա, պարլամենտական։ Այսօր այդ հարաբերությունը իհարկե սառեցված է։ Բայց դա մեղավորը Հայաստանի Հանրապետությունը չի, դրա մեղավորը հենց հապկն է։ Հապկը ինչի համար որ ստեղծված էր, պարզվեց, որ ինքը պատրաստ չի իր կանոնադրական հարաբերությունները կառավարել։ Ծախսեր արվում, то չգիտեմ, գեներալներ, շտաբներ, չգիտեմ, ամեն ինչ։ Բայց երբ որ խնդիր առաջացավ, որ Հայաստանի սահմանը ինքնիշխան տարածքը խախտված է, ոչ հապկանդամ պետության կողմից, հապկը կառավարական դիրք բռնեց եւ մենք էլ ասենք կառավարականության մեջով անվտանգություն չես կարող ապահովել եւ մենք դիվերսիֆիկացվեց մեր մոտեցումները, մեր պատկերացումները անվտանգային մեր միջավայրի ձևավորման հարցում եւ այսօր հրթիռները թռնում են Հայաստանի սահմաններից են կողմ։ Պարոն Քոչարյան, տեսեք, Ռուսաստանը պարբերաբար հայտարարում է, որ բայց այդ չի նշանակում, որ մենք երաշխավորված ենք, այդ բան չմտածեք, որովհետեւ մենք շատ երաշխավորված լինենք, մենք շատ անելիք ունենք մեր զինված ուժերի կարողությունները հզորացնելու, մեր կադրային բանկը հզորացնելու, մեր գիտելիքները հզորացնելու եւ երկրի ներսում խաղաղության միջավայր ստեղծելու ու պահելու։ Այդ տեսեք ամենամեծ վտանգը այդ խաղաղության միջավայրը մեզ չեն թողում, որպեսզի ձևավորվի։ Հիմա դուք ասում եք դաշնակցությունը մտահոգված է, որ իրեն ճնշում են։ Դաշնակցությունը ճնշում է Ռոբերտ Քոչարյանը, մենք չենք ճնշում։ Մենք ուզում ենք, որ դաշնակցությունը այնուամենայնիվ դեռ 90-ականներին Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ դաշնակցությունը մեր ավանդական կուսակցությունները գան Հայաստան արդեն 90 թիվ։ Իրենք ուրիշ ձև եկան։ Եվ հիմա դաշնակցությունը պարլամենտում է, փոխանակ իրենք ճնշեն Ռոբերտ Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանն է ճնշում իրենց։ Դա չի կարող լինի։ Եվ Ռուսաստանի այն հայտարարությունները, որ Հայաստանի խորացող հարաբերությունները Արևմուտքի Միացյալ Նահանգների հետ հիմնականում Ռուսաստանի դեմ է եւ Հայաստանը միգուցե դա չի հասկանում, բայց Արևմուտքը շատ վատ է։ Ես ոչ մեկի դեմ Հայաստանը քայլ չի անում։ Հակադրելի են։ Չէ, մի րոպե։ Հայաստանը ոչ մեկի դեմ ոչ մի քայլ չի անում։ Հայաստանը անում է քայլեր իր երկիրը ամրացնելու եւ ամուր պահելու համար։ Եվ ռուսական ռազմաբազայի հարցը, գիտեք, վերջերս շատ է շոշափվում, ընդդիմադիր մեդիան էլ պարբերաբար նման հարց է բարձրացնում։ Ընդդիմադիր մեդիան, եթե երեկվա պարլամենտ եկած լրագրողներն են, դա ես կարծում եմ բան են, պրոպագանդիստներ են, վերնագիր փախցնող։ Ընդդիմադիր մեդիա ես կարող էի ընդունել այս պահին գուցե Ազատություն ռադիոկայանը, բայց իրենք էլ տեղավորվել են մի քիչ իմ պատկերացումներից դուրս միջավայրում։ Դասական ընդդիմադիր մեդիա օրինակ հիմա ես չեմ տեսնում, որովհետև ամեն մեկ ինչ որ մեկին ինչ որ տեսանելի է, ինչ որ մի ուժի կցորդ են դարձել քաղաքական եւ առաջնորդվում են առավոտյան ստացած թեզերով։ Եթե Թաթոյանը առավոտը, ասենք, երեք ինչ էին անում։ Այդ լրագրողները ինչ հարց էին տալի, հետևել եք։ Սիսա Գաբրելյանին ինչ հարց էին տալի։ Եթե հարց ունեին, պետք է ինձ տային։ Բայց ես ընտրեցի մեկ լրագրողի եւ ծավալուն հարցազրույց տվեցի, բացատրեցի ինչա կատարվում նույն դիրքերում։ Իրենք լավ չեն պատկերացնում տվյալ կորպուսի տարածքի ձյան ծածկույթի եւ այնտեղ ծառայություն տանելու եւ նաեւ դիրքերի հնարավոր, այսպես տեղաշարժեր կարող է լինել, դրանից որևէ ռազմական տեղաշարժ կամ տարածքի կորուստ բացառվում է որ լինի։ Չկա այդպիսի բան։ Բայց երեք գնաց այդ։ Այսինքն ինչ էր նպատակը, էլի անվստահություն մտցնեն, որ Հայաստանի իշխանությունները շարունակաբար զիջում են նույնիսկ այս եղածը այն ինչ որ մնացել է մեզ։ Երբ որ պարզ մենք շարժում ենք մի տրամաբանությամբ, այն ինչ որ մերն է, այն ինչ որ մերը չի։ Եվ այդ մերն ու եւ մերը չին կոնկրետ իրավական փաստաթղթերով է կարգավորվում եւ Ալմատի հռչակագրով։ Կիսում եք վարչապետի այն տեսակետը, որ 26 թվականի ընտրությունները պատմաքաղաքական են մեր համար եւ ինչու, պարոն Քոչարյան։ Հենց պարզ, որտեղ 26 թվականի ընտրությունները վերջնականապես մեր ժողովուրդը պետք է ասի իր ընտրած ուղին ինքը շարունակում է պահել, թե
հնարավորություն կա խարդավանքների միջոցով մերժված միավորին տալ հնարավորություն իշխանություն դառնալու, որի տերը իրանք չեն։ Հասկացաք ինչ եմ ասում։ Մեր ժողովուրդը պետք է ինքը որոշի, իշխանության տերը ինքն է, թե խարդավանքների միջոցով իշխանությունը պետք է փոխանցվի երրորդ կողմի։ Դա բացառվում է։ Երրորդ կողմին թե երրորդ երկրին։ Դա նույն բանն է։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էր, կհանդիպենք։